Ես միշտ մտածում եի, որ ամենացավալին դավաճանությունն է, բայց ամենացավալին ուրիշ բան է։ Ամենացավալին այն պահն է, երբ քեզ լքում են։ Ոչ թե երբ դու ուժեղ ես, այլ այն պահին, երբ դու վերջապես ասում ես ես օգնության կարիք ունեմ։ Մենք ծանոթացել ենք մի սովորական օր։ Այնպիսի օր, որը ոչ մի կերպ չի առանձնանում մյուսներից։ Չկար հատուկ պահ, չկար երաժշտություն, չկար զգացում, որ սա ճակատագիր է։ Բայց մենք խոսեցինք, եւ այդ զրույցը մնաց։ Սկզբում ամեն ինչ հեշտ էր։ Մենք կարող էինք ժամերով խոսել ոչ մի կարևոր բանի մասին, եւ մեզ դա լիովին բավական էր։ Ես ինձ հանգիստ էի զգում նրա կողքին։ Ինձ թվում էր, առաջին անգամ ինչ-որ մեկը ինձ ընդունում է ամբողջությամբ։ Ես սկսեցի վստահել։ Եվ հենց այդտեղ է սկսվում ամենավտանգավոր մասը։ Մենք չէինք խոսում մեծ երազանքների մասին։ Մենք խոսում էինք խաղաղ կյանքի մասին։ Այնպիսի կյանքի, որտեղ կարող ես հոգնել եւ չվախենալ դա ցույց տալուց։ Բայց կյանքը երբեք չի հարցնում՝ դու պատրաստ ես դժվարություններին։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ սկսեց փոխվել։ Աշխատանքը ծանրացավ, փողը սկսեց չբավարարել, գիշերները դարձան անհանգիստ։ Ես ավելի քիչ էի խոսում, ավելի շատ էի լռում։ Ես չէի ուզում բեռ դառնալ, չէի ուզում ցույց տալ, որ ես եմ երբեմն թույլ, բայց ներսումս ինչ-որ բան քանդվում էր։ Մի օր ես հասկացա, եթե հիմա չխոսեմ, ես պարզապես կկոտրվեմ լուր, եւ ես խոսեցի։ Ասացի, որ դժվար է։ Ասացի, որ հոգնել եմ միշտ ուժեղ լինելուց։ Ասացի, որ ինձ պետք է աջակցություն, ոչ լուծումներ, ոչ խորհուրդներ, պարզապես ներկայություն։ Նա լսում էր, բայց նրա հայացքը այլևս նույնը չէր։ Այդ լռությունը ծանր էր, շատ ծանր։ Հաջորդ օրերին նա սկսեց հեռանալ, ոչ ֆիզիկապես, այլ հոգեպես։ Նրա հաղորդագրությունները դարձան կարճ, նրա հարցերը ձևական։ Ես սկսեցի ինձ մեղադրել։ Միգուցե շատ էի բացվել, միգուցե սխալ ժամանակ էր, միգուցե պետք էր նորից ձևացնել, որ ամեն ինչ լավ է։ Եվ մի երեկո նա ասաց. Ես չեմ կարող հիմա սատանել։ Ինձ հիմա թեթև կյանք է պետք։ Նա չէր բղավում, չէր մեղադրում, պարզապես ընտրում էր իրեն։ Եվ հենց այդ պահին ես հասկացա մի բան, որը ոչ ոք չի սովորեցնում։ Ոչ բոլորը կարող են սիրել քեզ, երբ դու կոտրված ես։ Նա հեռացավ հանգիստ, առանց սկանդալի, առանց բացատրությունների, առանց հետ նայելու։ Երբ դուռը փակվեց, տունը լցվեց լռությամբ։ Այնպիսի լռությամբ, որ նույնիսկ շնչելն էր դժվար։ Առաջին օրերը ամենածանրն էին։ Արթնանում էի եւ մի պահ մոռանում, որ նա այլևս չկա։ Հետո հիշում էի, եւ ամեն անգամ դա նույնքան ցավոտ էր։ Բայց ժամանակը չի կանգնում։ Ես սկսեցի ավելի շատ մնալ ինքս ինձ հետ։ Սկսեցի հասկանալ, որ իմ ամենամեծ վախը մենակությունը չէր։ Իմ վախը այն էր, որ առանց մեկի ես ոչինչ չեմ։ Բայց դա սուտ էր։ Քիչ-քիչ ես սկսեցի վերադառնալ ինձ։ Սովորեցի աջակցել ինքս ինձ։ Սովորեցի չվախենալ իմ թուլությունից։ Սովորեցի կանգնել, նույնիսկ երբ կողքիս ոչ ոք չկար։ Եվ մի օր ես հասկացա. ես այլևս չեմ սպասում նրա վերադարձին, որովհետև ես արդեն վերադարձել էի ինքս ինձ։ Եթե երբևէ քեզ լքել են այն պահին, երբ դու ամենաշատն էիր կարիք զգում, իմացիր, դա քո վերջը չէր։ Դա պարզապես ցույց տվեց, թե ով էր պատրաստ մնալ, եւ ով ոչ։